կբարձրացնեմ անում և երգելով քեզ կգովեմ շատ ուրախ եմ ես այսօր շատ ուրախ եմ զիս բրգեցիր եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան դեպի խաչ գնացիր ներս կավերում խաչը դեպի գերեզմանից նահարյալ երգը բարձրացնեմ անում եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան դեպի խաչ գնացիր ներս կավերում խաչը դեպի գերեզմանից նահարյալ երգը բարձրացնեմ անում երգը բարձրացնեմ անում և երգելով քեզ կգովեմ շատ ուրախ եմ ես այսօր շատ ուրախ եմ զիս բրգեց եկավ երկնքից աշխարհ եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան դեպի խաչ գնացիր ներս կավերում խաչը դեպի գերեզմանից նահարյալ երգը բարձրացնեմ անում եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան դեպի խաչ գնացիր ներս կավերում խաչը դեպի գերեզմանից նահարյալ երգը բարձրացնեմ անում Հալելույա մենք Տերոջ անունը բարձրացնում ենք Հալելույա նա արժանի է մեր պաշտամունքներին մեր փառաբանություններին Հալելույա այո ամենտեղ ցնծում ենք այսօր ցնծության օր է որտեղ մեր հավատքի հիմքը այսօրվա վրա է դրված Աստծո խոսքը ասում է եթե նա մեռելների ցարություն առաջ չելնի մեր հավատքի իզուր է մեր ամբողջ քարոզությունը իզուր է մենք էլ ուրիշների նման ենք դրանք որ շատերին են հավատում մի մարդու բայց մենք հավատում ենք Աստծո կենթանի որդուն որ եկավ աշխարհ երկնքից մեռավ բայց հարություն առավ եւ մինչեւ հավիտյան կենթանի է Ցնծացեք մարդիկ ուրախացեք բարի լուր եմ ավետում ձեզ բոլորին Գերեզմանի մեջ նուր դրվեց դու սովորտին բայց նախտես մահվան գերեզմանի Ցնծացեք մարդիկ ուրախացեք բարի լուր եմ ավետում ձեզ բոլորին Գերեզմանի մեջ նուր դրվեց դու սովորտին բայց նախտես մահվան գերեզմանի Կոչիր ինձ էլ նահարյալ, կոչիր ինձ էլ նահարյալ Մաղթեց մահվան
Փառքը մեր Տերոջը լինի։ Նա ճշմարտապես կենթանացել է եւ կենթանի է։ Հալելույա։ Մեր Տերը կենթանի է, փառքը մեր Տերոջը լինի։ Եկեք միասին երգենք նա Տեր է, նա մեռելներից արյավ, նա Տեր է։ Նա Տեր է, նա Տեր է, մեռելներից արյավ, նա Տեր է։ Ամեն ցունք թող ծռվի և լեզու դավանի, Հիսուս Քրիստոս Տեր է։ Մեկ անգամ էլ ասենք նա Տեր է, նա Տեր է, նա Տեր է, մեռելներից արյավ, նա Տեր է, ամեն ցունք թող ծռվի և լեզու դավանի, Հիսուս Քրիստոս Տեր է։ Նա Տեր է, նա Տեր է, մեռելներից արյավ, նա Տեր է, ամեն ցունք թող ծռվի և լեզու դավանի, Հիսուս Քրիստոս Տեր է։ Նա Տեր է, նա Տեր է, մեռելներից արյավ, նա Տեր է, ամեն ցունք թող ծռվի և լեզու դավանի, Հիսուս Քրիստոս Տեր է, Հիսուս Քրիստոս Տեր է։ Դավանում ենք ով Տեր, որ դու Տեր ես ամբողջ աշխարհի վրա, քեզի մեծարում ենք, քեզի փառաբանում ենք, այո մեր Աստված, դու արժանի ես, որ ամեն ցունք քո ներկայության մեջ
կրկնվի, ծալվի եւ ամեն լեզու դավանի, որ դու Տեր ես։ Այս երգը բացատրում է, որ ինչ անցավ խաչելության ժամանակ եւ հարության ժամանակ։ Մռայլ այդ օրվան մեջ արևը խավարեց, աշխարհի փրկչի կյանքը մարեց, խաչի վրա կապած, վերքերով լի խոցված, մեղքի անեց գնիր վրա Ասովորտին խավարում դրվեց, ատերած մեր գնում, կյանքը գերեսմանում, դժող կնին չավիտ յան պարտվեց, երկիրը կղրդաց և քարը գնորվեց, իր մեծ սերնջ չեր Տեր ապրում է ավիտյան, նա արժանի է, հալելույա, նա փառավորված է, նա մեծարված այլևս, նա տկար, ընկած, խեղճ, խաչյալը չի, որ նրան խաչեցի, մեր մտրակեցի, նա փառավորված է մինչև ավիտյան, հալելույա, արդյոք արժանի չէ, որ նրան հալելույաներ երգենք, երգենք հալելույա, երգենք հալելույա, ձայներ վարշացնենք, կարող ենք մեր ձեռքերը վարշացնենք, երգենք հալելույա, երգենք հալելույա, Աստծո գարն հաղթեց, երգենք հալելույա, երգենք
արժանի է, որ նրան փառավորենք, նա արժանի է, որ նրան գովենք մեր ամբողջ սրտովը։ Աստված ուղարկեց իր որդու Հիսուսին, նա հարվածվեց և մենք բուժվեցինք, նա ապրեց ու խաչվեց, որ ազատել մեզ, դատարկ երես մանրակացել, նա ապրում է, կանձի ապրում է, աղջունեմ ապագայից, կանձի ապրում է, էլ չեմ զարհուրում, որ գիտեմ ապագան իր ձեռքերումն է, և ապրելն արժեք ունի, երբ նա ապրում է, ինչ անույսեր մեր սրտում ծնվել է, նա տալիս է մեզ ուրախություն, բայց ավելի շատ այն վստահություն է, որ մահին հաղթել է, քանզի նա ապրում է, կանձի ապրում է, աղջունեմ ապագայից, կանձի ապրում է, էլ չեմ զարհուրում, որ գիտեմ ապագան իր ձեռքերումն է, և ապրելն արժեք ունի, երբ նա ապրում է, և ապրելն արժեք ունի, երբ նա ապրում է։ Հալելույա, մեր Տեր ապրում է, դա է մեր ամեն օրվա կյանքի հույսը։ Փրկության դուռ է բացվում, Աստված ժողովուրդ է մաքրում, Էմանուելն է քայլում, Հիսուս Քրիստոս, մեր իշխանությանը մեջ, ազատենք մենք Քրիստոսի մեջ, այլ մեր քեզ փառքավեր, դու կրկիր, Քրիստոս հարյա, աղթանակ մեզ է քայլում, Քրիստոս հարյա, խավարի գործերն են ենք անում, Քրիստոս հարյա, շուտով կգա, Քրիստոս հաղթեց, աղթանակ մեզ է քայլում, Քրիստոս հաղթեց, խավարի գործերն են մենք անում, Քրիստոս հաղթեց, շուտով կգա, Աստված պահպանել միշտ, դարպաս իրեն կանչողներին, միայն թե դու
Հարություն մենք այսօրս վայելում ենք։ Պաշտենք Հիսուսին, պաշտենք, պաշտենք Հիսուսին, պաշտենք, պաշտենք Հիսուսին, պաշտենք, պաշտենք Հիսուսին, պաշտենք, օրնահարյավ, օրնահարյավ, նա կապրի ավիգան, օրնահարյավ, օրնահարյավ, եկեք ծնծության, պաշտենք հարությաններով, պաշտենք Հիսուսին, պաշտենք, պաշտենք Հիսուսին, պաշտենք, պաշտենք Հիսուսին, պաշտենք, պաշտենք Հիսուսին, պաշտենք, օրնահարյավ, օրնահարյավ, նա կապրի հավիտյան, օրնահարյավ, օրնահարյավ, եկեք ծնծության, պաշտենք հարությաններով, օրնահարյավ, օրնահարյավ, նա կապրի հավիտյան, օրնահարյավ, օրնահարյավ, եկեք ծնծության, պաշտենք հարությաններով։ Քրիստոս հարյավի մերելոց ամեն օշնյալ է հարությունը Տերոջը մենք զատիկը եւ Տերոջ հարությունը տոնում ենք շատ ժամանակ կարելի է մեզ համար շատ པարզ չերնի որ Տեր Հիսուսի խաչը նրա խաչելությունը իսկապես Հիսուսի համար ինչքան ծանր ու դժվար էր Տերոջ խոսքը բարձրորեն ասում է Հիսուսի մասին, երբ որ Հիսուսը դեպի խաչ էր գնում ու մտածում էր խաչի մասին, այնքան է խնդիրով տպավորված է, որ աշակերտներին ասում է, ես մեծ բաժակ ունեմ խմելու, մեծ մկրտություն ունեմ մկրտվելու, որ այդ ինձ շատ է շփոթեցնում, միջև որ կատարվի։ Ուրեմն Տեր Հիսուսը մեծ ասած Իրանում այդ ցավը, այդ շփոթությունը կար։ Հիսուսը թե կատարյալ Տեր էր, թե կատարյալ մարդ էր։ Այս ըմբռնումը պատճառ է, որ մենք լավ հասկանանք խաչը Հիսուսի համար շատ ծանր էր։ Առաջնահերթ, երբ որ նայում եք նա Տեր է, իհարկե նա Տեր է, հարկանքի արժան է։ Եթե դու մի հատ հասարակ մեկին մի հատ խոսք ասես հայհոյես, այդքան վատ ու տպավորիչ չի ելնի, քան թե մի հատ թագավորի հայհոյես։ Նույնիսկ Հիսուս Տերը Տերերի Տեր է, թագավորների թագավոր է, պետք է արհամարանքն ընդունե։ Ինչու պետք է ընդունե։ Դրա համար որ ինքը կայնում էր մեղավորներին պաշտպանվել եւ նրանց մեղք իր վրա էր առնում։ Երբ որ այդ անդամալույցին ասավ որ վեր կաց քո մեղքերդ ներված է, ամենը տրտնջացին եւ ասավ դրա համար որ իմանաք Քրիստոսը կամ մարդի որդին այդ իշխանությունը ունե, որ ասե որ քո մեղքերդ ներված է, հիմա ասում եմ քեզ վեր կաց, մահիցդ վերցրու եւ գնա։ Ուրեմն այդպեսով, երբ որ Հիսուս իր մեղքերը ներում էր, այդ մեղքերը հետո իր վրա էր առնում։ Ինքը պետք է գնար խաչապայտի վրա խաչվեր եւ այդտեղավ այդ գինը վճարեր։ Եվ այդ կարևորագույն խնդիրն էր, որ Հիսուսը որպեսզի կատարյալ մարդ, այսինքն մարդ, որ ամբից ու անարատ էր, բայց ամբողջ մարդկային սահմանափակություններով։ Հիսուս Տերը իր տերության իշխանությունը թողելով մարդկային մարմին ակավ, թե աստվածային կատարյալություն անում կար, բայց կատարյալ մարդ էր։ Այսինքն ցավը զգում էր, տխրությունը զգում էր, կարելի էր փորձանքի ներսեր լնգներ։
Եվ այդ ամբողջ խնդիրներով խաչը իր համար շատ ահռելի ու սարսափելի էր։ Տեր լինելով այդ արհամարանքը, այդ անարգանքը, որ պետք է ընդուներ մարդկանց փրկության համար, իր համար շատ ծանր էր։ Բայց նայելով, որ Հիսուս Տերը այնպես սիրում էր մեզի, այնքան սիրում էր մարդկությանը, որ այդ ամեն նեղությունները վիզ առավ։ Ասում է, Հիսուսը իր հորը սիրում էր եւ ամեն խնդիրներին էր հնազանդում էր։ Սուրբ Երրորդության մեջ մատ հատուկ օրենքներ կա, որ Հիսուսը հնազանդ է, հավիտյան հնազանդ է հորը։ Եվ հայրը իր որդուն սիրում է աննման սերով։ Եվ այդտեղում էր, որ Հիսուսը որպեսզի հայր Աստծո կամքը կատարե, թե ինքը կամավորապես, թե հայր Աստծո կամքը կատարելու համար խաչը ընդունեց։ Եվ երբ որ եկավ խաչի մոտ, ասավ հայր, եթե կարելի այս բաժակն անցնե, բայց ոչ թե իմ խնդրանքով, որտեղ եթե Հիսուսը ասեր, հայր, ես չեմ ուզում այս բաժակը խմեմ, բաժակը չէր խմվի։ Ինչ կդառնար, ամբողջ մարդկությունը իր սխալ ընտրության համար կերտար դժոխք։ Ուրեմն Հիսուսն ասավ, Տեր, հայր, այս բաժակը ինձանից անցածրու, բայց ոչ թե իմ խնդրանքով եւ իմ աղոթքի համար, որ խնդրում եմ, այլ ինչ որ քո կամքդ է։ Եվ ինքը զանազանում էր, որ ուրիշ ելքի չկա, ուրիշ ճանապարհի չկա։ Եվ այդ երբ որ մենք Սուրբի կարդում ենք, այդ այգեբանի մասին Տեր Հիսուսն առակյա խոսում, որ ասում է տարբեր մեկերի ուղարկեց այդ այգի պտուղն առնելու, երբ որ տանք անարգեցին, քարկոծան, սպանեցին, վերջ իր որդուն ուղարկավ։ Եվ այդ առակիներս պարզ Տերը խոսում է, որ պետք է իր որդին գա եւ իր մահովը հայր Աստծո կամքը կատարե։ Եվ այդ է, որ քրիստոնեությունը աննման է, Աստծո սերն է։ Եթե ուզում ես իմանաս, որ Աստված քեզ որքան է սիրում, նայտես Աստված Հիսուսին որքան էր սիրում։ Որտեղ Հիսուսին այնքան սիրում էր, դրանով հանդերձ Հիսուսին քո համար զոհեց։ Ուրեմն դու ինչքան կարևոր ես Աստծո աչքի առաջին։ Գիտեք, մենք մեր քրիստոնեության մեծ դժվարությունից է, որ մեր ինքնությունը չգիտենք մենք ով ենք։ Մենք Աստծո արքայության ժառանգորդներն ենք։ Մենք Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով գնված մեկերն ենք, շատ թանկարժեք է սա։ Դու գնված ես, արդարացած ես, փրկված ես, մեղքերի թողություն ես արել, ձրիապես, բայց Հիսուսը այդ ամբողջ գինը վճարել է։ Եվ այդ որ քրիստոնական հավատքը բացառիկ մի բան է։ Երբ որ դու այդ զանազանում ես, արդյունքը սա է, որ ամբողջ կյանքովդ նվիրվես Տերոջը, ամբողջ ձեռնագալիքներով իր արքայությանը ծառայես եւ իրան փառավորես։ Եվ այդ Տերը փառավոր Տեր է, Տեր օշնյալ Տեր է։ Երբ որ մենք այդ Տերոջ այդպեսի նեղությունը, որ կատարյալ մարդ լինելով, այդպեսի խաչը գնաց, խաչի արհամարանքը վիզ առավ, որ ինձ ու քեզ փրկե, ուրեմն իր հարությունով մենք ուրախանում ենք։ Որտեղ գիտենք նա ինչ մեծ տանջանքից անցավ եւ հարություն առավ։ Եվ այսօր հարության արդյունքներն ավելի կնայենք։ Եվ այդ մեզ համար ցնծություն է, Հիսուս Տեր, ուրախ ենք, որ դու հարություն ես առել։ Կարող ենք այդպես իրան ասենք։ Քեզ փառք ենք տալի, դու Տեր ես, դու արժանի ես իր հարություն առնեիր, դու որ միակ սուրբն ես, դու որ այդքան մեծ սերով մարդկությանը սիրեցիր, եկար, նվիրվար, խաչվար, մեռար, արհամարանքներ ընդունեցիր, անարժան մարդկանց միջոցով դատվեցիր ու մերժվար ու սպանվեցիր։ Եվ ուրախ ենք Տեր քո հարությունով։ Եվ մի օր այդպեսի փառքով կվերադառնաս։ Եվ այն ժամանակ, որ ինչպես Սերելի Աքսելն ասավ, ամեն ծուն քո ներկայությամբ կծալվե եւ ամեն լեզու քո տերությանը կդավանե, ոչ թե եկեղեցին, այլ ամբողջ իր թշնամիները, հակառակորդները, արհամարողները, նրանք, որ տարբեր ձևի գրվածներով հարձակվում են քրիստոնեության Հիսուսի վրա, նրանք այդ ժամանակ ծունգի գալով, վախ ու դողով իրաց լեզուներ կպապանձվե եւ միայն մի բան կարող են արտահայտեն, որ դու Տեր ես, դու Տեր ես, դու Տեր ես եւ նա ճշմարիտ Տեր է, հալելույա։ Ուրեմն թույլ տվեք ոտքի կայնենք, մի մաս Տերոջ խոսքից միասին նայենք։ Նախ հարությանը, ես մի մաս դրանից առաջ նայում եմ, այդ ժամանակվանից որ Տերը խաչվել է, ուրեմն Մատթեոս ավետարան 27-րդ գլուխ 62 համարից հետո ասում է. եւ հետեւյալ օրը, որ Ուրբաթից հետո է, քահանապետները եւ փարիսեցիները հավաքվեցան Պիղատոսի մոտ եւ ասեցին.
Դեր հիշում ենք, որ այդ մոլորեցուցիչը դեր կենթանի ասում էր 3 օրից հետո հարություն կառնե։ Ուրեմն հրամայիր, որ մինչև 3-րդ օրը գերեզմանը զգուշությունով պահեն, միգուցե աշակերտները գիշերը գնան նրան գողանան եւ ժողովրդին ասեն մեռելներից հարություն առավ։ Եվ հետո մոլորությունը չար կլինի, քան թե առաջինը։ Պիղատոսը ասեց նրանց ունեք պահապան զինվորներ, գնացեք զգույշ պահեցեք ինչպես գիտեք, նրանք էլ գնացին գերեզմանին պահապանություն արին քարը կնքելով պահապան զինվորների հետ։ Այդ կացությունն էր, որ Հիսուսին խաչել են, դրեն գերեզմանը, այդ գերեզմանի քարն էլ կնքել են եւ պահապանը դրեն ընդ է։ Բայց հետո իջա լինում։ Եվ շաբաթ իրիկուն, որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկավ մյուս Մարիամը գերեզմանը տեսնելու եւ ահա մեծ շարժ եղավ, որովհետեւ Տերոջ հրեշտակը երկինքից իջավ, գնաց դռնիցն այն քարը հերու թավալեց եւ նրա հետ նստեց եւ նրան կերպարանքը փայլակի պես էր եւ նրա հագուստը ձույնի պես սպիտակ եւ նրա ահիցը պահապանները շփոթվեցան եւ մերելի նման եղան եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցը ասեց մի վախենաք դուք գիտեմ որ խաչված Քրիստոսը խաչված Հիսուսին եք որոնում այստեղ չէ որովհետեւ հարություն արավ ինչպես ասեց եկեք տեսեք այն տեղը ուր Տերը պարկած էր եւ շուտով գնացեք նրա աշակերտներին ասեցեք թե հարություն առավ մերելներից ահա նա դեզանից առաջ Գալիլեա կգնա այնտեղ նրան կտեսնեք ահա ասացի ձեզ ուրեմն Տեր Հիսուսը երբ որ իրան ակարակեցին իրան չար սխալ դատաստանով դատեցին եւ վերջավորություն իրան խաչան Խաչից հետո դրան գերեզմանը սա մարդկային անհավատության գագաթնակետն արտահայտվում է եւ գերեզմանի վրա մեծ քար գցան եւ այդ քարը պետական կնիքով կնքան եւ պահապան դրանը տա այդտեղ այս մեկնաբանությունով որ չեդնի աշակերտները կան գողանան եւ ասան որ հարություն առա այսինքն իրաց մտքումը իմացերին լսացերին Տերոջ խոսքը կար որտեղ թշնամություն ունեին Հիսուսի հետ, Հիսուս ասեց երրորդ օր հարություն կառնեմ, աշակերտները մոռացել էին, չէին հավատում, չէին մտածում, բայց սրանք իրանց ծուռը մոլերանդությունով մտածում էին, որ աշակերտները կգան կգողանան եւ այս խոսքը իբրե այնպես կներկայացան, որ Հիսուսն հարություն առե։ Տեսեք, երբ որ այդ քարը կնքում են, իրաց կատարյալ անհավատությունն է, պետական կնիք են խփում։ Գիտեք, պետական կնիք ընդհանրապես մետեղ խփվում է, մենակ պետական մարդիկ իրավունք ունեն այդ կնիքը բացեն։ Հասարակ մարդիկ եթե այդ կնիքը քանդեն, հետևանք ունի իրանց համար։ Ուրեմն ինչ որ մարդկորեն կարող էին անեին, այդպեսի արան, Հիսուսին սպանեցին դրան գերեզմանը եւ կնքան ու վերջացրան։ Պահապանները դրան ընդե այդպեսի թե մտածելով իրանց ծուռը մարդկային խեղճ մտածելակերպով որ աշակերտներ կգան գողանան, բայց պատճառ եղավ որ հետո պատմությունը ոչ ոք չհամարձակվե։ Եթե այդ գործը չէին արել, միգուցե 200 տարուց հետո անհավատներ ինչ կասին իմանում եք ինչ էր, դիակ հայտնի չէր որտեղ էին դրել եւ աշակերտներ գնացել են գողացել են եւ այդ ձևով ասեն Հիսուս դարություն արե։ Փառք Տերոջ որ այս անհավատության գործ արան եւ այդպեսի առիթ էլ չեղավ որ հետոներ անհավատությունը որը խոսք խոսե։ Բայց այդ մարդկային կատարյալ անհավատությունը տեղ մարմին հակա, որ ամեն ինչ արան Բայց Տերոջ փառավոր ներկայություն, երբ որ եկավ ամեն բան փոխվեց։ Տերոջ հրեշտակ եկավ, քարը թավալեց, քարի վրա նստավ, եւ այդ ասմա պահակները, որ տեկային, իրանք ասած ուշացավ համարյա թե մեռածի նման եղան։ Օ, Տերոջ փառավոր ներկայությունն է, որ մարդը այլևս չի կարող ոչինչ անել։ Շատերն ասում են, որ այն դատաստանի օր ես կկայնեմ Աստծոց ես կասեմ, մենք կասեմ, կպահանջեմ, հարցեր կտամ։ Այս ընկերների նման կելն են, երբ որ Տերոջ փառքը Երևան գա, իրանց ուշաթափ, իրանց միտքը, իրանց անունն էլ կմոռանան։ Եվ Տերոջ փառքը, երբ որ հայտնվեն, մարդիկ կպապանձվեն։
Ինչպես են առաքիներ Տեր Հիսուսն ասավ, ասում այդ անձնավորությունը, որ եկեր հարսանիք, անհարմար հագուստով էր եկել, եւ երբ որ ասում է իրանից պահանջեցին, պապանձվեց, էլ չէր կարողանում խոսեր։ Եվ այդ որ մարդիկ ոչ ոք Աստծո ներկայությանը այդ փառահեղ օրը որ պետք է հայտնվե, ոչ ոք հարմար պատճառ ու խոսք չի ունենա խոսելու։ Եվ մարդիկ կպապանձվեն։ Եւ այսպեսով այդ զինվորները այդ կացության եկան։ Բայց վերջապես հետո վստահ այդ կացությունից հետո իրանց ուշքի եկան, «Էս ինչ է պատահե, այդ ինչ եղավ, այդ մեծ քարը ինչպես թավալվեց»։ Եվ գնացին հրեական կրոնական պետերին ներկայացրան, որ այո, այսպեսի մեծ տեսարան եղավ։ Մի խնդիր պատահեց, երկրաշարժ պատահեց, նա դրեշտակ տեսել էին, չէին տեսի, ինչ որ էր իմանում, այդ գերբնական բան է պատահի, մարդկորեն չէր, աշակերտների գործը չէր։ Մի հատ պայթոտ չէր, մի հատ ռումբ չէր, որ պայթեր այդ գերեզմանի դուռը բացվեր, մի հատ գերբնական բան էր։ Գնացին, երբ որ քահանաներին ներկայացրան, նրանք եթե ճշմարիտ մարդիկ լինեին, ուղիղ մարդիկ լինեին, ինչ կասեին։ Կասի թույք մատ այդան գերեզմանի վրա, տեսեք ինչ է պատահե, իսկապես Հիսուսը կարելի է բացառիկ մեկներ, կարելի է մենք սխալված ելնենք։ Գիտեք, երբեմն անհավատությունը եւ մոլերանտ անհավատությունը ամեն ճանապարհներ կողպում է հավատքի համար։ Իմանում եք կրոնական մոլերանտությունն էլ սխալ է, որտեղ կարճա մտկություն ու կարճատեսություն է բերում։ Մենք մեր Տերոջը սիրում ենք ամբողջ սրտով ենք սիրում, որտեղ ճշմարտությունը հասկացել ենք, որտեղ ճշմարտությունը ճանաչել ենք։ Տեսել ենք, որ ճշմարտությունը մարմին ակապ, ճշմարտությունը հետևել ենք, ճշմարտությունը ճաշակել ենք, տեսել ենք։ Առաքյալներ գրում են, նա մարմին ակապ, մենք տեսանք, ճաշակեցինք, եթե նիստուկած արանք իր հետ խոսեցինք։ Եկեղեցիը Տերոջը ճանաչում է, թե փորձարաբար ենք ճանաչում, թե իր հետ ապրելուց ենք ճանաչում, թե Աստծո խոսքի ճշմարտություններին վստահելով ենք մենք ճանաչում։ Ուրիշ անգամներ ես Տերոջ խոսքից խոսեցին, որ երբ որ Տերոջ խոսքը մի բան ասում է, աշխարհ իրարանցում է լինի, աշխարհ խառնվե, այդ խոսքը կիրականանա եւ կկատարվե։ Երբ որ որոշված էր, որ Հիսուսը Բեթլեհեմ քաղաքում ծնվե, ամեն խնդիրներ խառնվեց։ Կայսրը եկավ մա դրաման տվավ, որ ճարահատված եղան Հովսեփն ու Մարիամը հեռու ճանապարհ ճամփորդեն Գանեթանադի արձանագրվե, որտեղ Հիսուսը պետք է Բեթլեհեմում ծնվե։ Հիմա Տերոջ խոսքը ինչ որ ասում այնց այդպես է, անցյալ կիրակի մենք տեսանք։ Աշակերտներ առանց որ իմանան գնացին Հիսուսի ասալով Հիսուսի խոսքը կատարան, ավանակ վերցրան բերան, Հիսուս նստեց վրան եւ դիմավորելով ովսանաներ կոչելով իրան դիմավորեցին Հիսուսը գնա Երուսաղեմ, որպեսի Զաքարիա 9-րդ գլուխի 9-րդ համարի մարգարությունը կատարվե, որ քո թագավորը ով Երուսաղեմ նստած ավանակի վրա կգա Երուսաղեմ։ Հետո ասում է որ Հիսուս հարություն առավ, աշակերտներն հասկացան որ ինչ են կատարել։ Այսինքն այդ մարգարությունը առանց որ իմանային, այդպես կատարեցին։ Աշխարհն առանց որ իմանա իր անաստվածություններով, իր ամբողջ ծրուշիդակություններով գնում է այդ ճանապարհ, որ վերջնական Աստծո կամքը պետք է իրականանա։ Ները գահիտնվե, իր ամբողջ դիվային հատկություններն կբերե, բայց Հիսուս Տերն էլ փառքով կգա եւ մի հավիտենական թագավորություն գտնի այս աշխարհի վրա եւ 1000 տարի թագավորություն կանե, հալելույա։ Մենք երբեմն որոշ քրիստոնեական մեծ իրականությունները շատ բեմերից չենք կարոզում, տարբեր պատճառներով։ Բայց տեսնես սուտ կրոնները, ամենասուտ խոսքերը հայլայթ են անում, այնքան էլ ասում են, որ մարդիկ հավատում են։ Դուք ինչ կանեք լսացի, որ Հիսուսը կգա եւ 1000 տարի աշխարհում թագավորություն կանե։ Շատ չենք լսացի։ Երբեմն լսացել ենք, որ Հիսուս կգա։ Բայց այս ճշմարտությունը, այս իրականություն է։ Նա կգա այս աշխարհում կթագավորե, որտեղ դրա համար է հարություն առե։ Որ նա տերերի տեր է, թագավորների թագավոր է։ Ամեն իշխանությունները, տերությունները նրա հսկողության ներքո են։ Նա փառավոր տեր է, նա հրաշալի տեր է, նա օրհնյալ տեր է։ Եվ տեսնում ենք, որ անհավատությունը այդպեսով Հիսուսին խաչելով գերեզմանը կնքեց, որ այդպես Հիսուսի ասած հարությունը ուրանա, անկարելի է։ Գիտեք սիրելիներ, այս ճշմարտությունը շատ անկարելի է թվում, որ մեռածը սաղանա,
մարդկորեն անկարելի է։ Եթե որոշներ անհավատ են ու չեն ընդունում, ճիշտ է, դժվար է այս խնդիրը հավատալ։ Բայց երբ որ սիրտդ բացես Տերոջ դիմաց, նրա հարության զորությունը կարող ես տեսնես։ Կարող ես, երբ որ ընդունակ հոգեբանությունը, երբ որ մոլերանտ չելնի մեկ իր անաստվածության ներսը, Տերը կարող է ճշմարտությունները իրանց հայտնել։ Եվ բացի ճշմարտությունները, որ իրանք կարող են հավատան եւ տեսնեն ճշմարտությունը։ Մատ հնդիկ մեկը Սադուս Անդերսին անունով հետո հայտնի մեծ քարոզիչ է լինում, այսիկ ուղղակիորեն քրիստոնեության ամբողջ խնդիրների հետ դեմարդեմ հակառակում էր եւ քրիստոնյաների հետ հակառակ էր։ Բայց ժամ եկավ, որ մի օր Տերը տեսիլքում իրան հայտնվեց։ Սադուն նայում է, տեսնում այս Հիսուսն է։ Ասում է, դու ով որ եղել էիր, հնդկական որևէ աստվածներից որ եղել էիր, մեծ ուրախությունով ծունգի կգայիմ եւ քեզ կպաշտեիմ։ Բայց դու ով իմ թշնամի, քեզ եմ տեսնում։ Ես որ քեզ հետ վիճեր եմ, քեզ հետ հակառակել եմ, թշնամություն եմ արի, դու ես Հիսուս։ Եվ ինչ պետք է անեմ։ Եվ նվիրվում է Հիսուսին ծունգիա գալի եւ Հնդկաստանում հայտնի մեծ քարոզիչը Սադուս Անդերսին մեծ բասամ ավատացյալների անուն լսացել են։ Եվ իր կյանքի վկայությունները հրաշալի է։ Հրաշալի բժշկություններ, օշություններ իր կյանքում Երևան է գալի։ Այսինքն, երբ որ մի հոգի թեև մոլերանտ լինի, բայց անկեղծ լինի, հարց ունենա, կասկած ունենա, այո, ընդունակ հոգեբանությունով մոտենա, Հիսուս Տերը պատրաստ է որ խնդիրների համար բացե, խորհուրդները հայտնե եւ իրան օգնե որ ճշմարտությունը ճանաչե։ Եվ հույսով եմ որ իմ խոսքը նրանք որ ստեն լսում եւ նրանք որ այս CFN-ում եւ ուրիշ տեղ գլսեն, եթե իրան սիրտը կարծրացած է հանդեպ Հիսուսին, փապկացնեն, մոտենանք հավատքով իրեն եւ ամեն մեկ սիրահարության զորություն կարենք տեսնենք, վայելենք եւ օշնվենք։ Հալելույա, նա օշնյալ Տեր է, նա փառավոր Տեր է։ Պողոս առաքյալը մատ այդ մեկերից էր։ Երբ որ քրիստոնյաներին բռնում էր, բանտարկում էր, ամբողջ ասма ինքը իր մասին գրում է խենթացել իմ։ Խենթի նման քրիստոնյաներին հալածում էի։ Բայց տեսամ Հիսուս Քրիստոս Տերոջ, այդ արդարին տեսամ եւ նրա շուրթերից մի խոսք լսացի։ Եվ այդ պատճառը Պողոսը նվիրվում է Տերոջը ամբողջ իր կյանքում լավագույն ծառայություններ անելով վերջ իր կյանքը իր Տերոջ համար զոհում ու նվիրում է։ Նա հրաշալի Տեր է, նա փառավոր Տեր է։ Մեկ այդ Տերոջ մասին է խոսում, որ կենթանի է։ Եվ ինքը գալով մի կենթանի հույս է տալի մեզի։ Եվ հարության մատ կարևոր արդյունքներից է, որ մատ հույս է տալի, որ մնայուն հույս է։ Մատ հույս է, որ նեղությունների ներսը կայուն է, դժվարությունների ներսը դերևս իր գոյությունը պաշտպանում է։ Մութը խավար կացությունների ներսը դերևս այդ լույսը ծակում է։ Եվ այդ լույսը մեր սրտերում ծակել է։ Կենթանի հույսը, Քրիստոս Հիսուս Տերը։ Պողոս առաքյալը ասում է Հիսուսը ձեզանում այդ փառավոր հույսն է։ Եվ մենք այդ փառավոր հույսն ունենք։ Եվ իմանում ենք, որ այդ հրաշալի Տերը, այդ փառավոր Տերը իր գործերը հրաշալի են, իր ներկայությունը հրաշալի է։ Գիտեք հույս բառը բուն հուներենում, ասում այդ հույս, որ ներսը վստահություն կա, ստույգված մատ խնդիր է։ Այսինքն մատ երազանք չի, մատ փափակ չի։ Մեզանում հույս կա, մատ հույս, որը ստույգվել է։ Հաստատ է, ճշմարիտ հույս է, կենթանի հույս է։ Դեպի առաջ է գնում, դեպի հաղթություն է գնում։ Մեզի դրդում է դեպի առաջ գնալ։ Մենք ինչքան այդ հույսը մեզանում ունենք, շատ ժամանակ տեսնում եք, մի ժամանակներ կա, որ կարելի է կյանքի բերումներով կողպվում ենք։ Տխրություններ ա գալի, բացասականություններ ա գալի, մենք կարծես սահմանափակում ենք, բայց մեր սրտի խորքից այդ հույս խոսում է մեզ հետ։ Եվ այդ հույսը մեզ շնչում է, որ ավելի նվիրվենք եւ ավելի այն ուղղությամբ քայլ վերցնենք, որ Տերոջը կարողանանք լավագույն ձևով փառավորենք։ Աշակերտներ, որ Էմոսին գնում, դեպի Էմոս գյուղը, ասված ճանապարհին, երբ որ այդ փառավոր Տերոջ հանդիպեին առանց որ իմանան Հիսուսն է այդ խոսում էին, ասան որ մենք հույս ունեինք, որ այդ սա է Քրիստոսը, բայց մեռավ, սպանեցին։ Այսինքն իրանցում այդ հույսն արդեն մարել էր։ Հիսուսը մեռավ, ամեն ինչ կարծես վերջացավ, իրանց երազանքը, իրանց ամբողջ ապակայի հույսը, կարծես ամենը արդեն վերջակետի էր հասել։ Բայց Տեր Հիսուս իրանց հանդիմաներով ասում է արդյոք գրված չէ Աստծո խոսքի համաձայն, որ նա պետք է
նեղություն քաշեր, մեռներ եւ երրորդ օրը հարություն առներ, եւ երբ որ նրանց այդ հասան են տեղը, ստիպեցին որ ով անծանոթ մարդ, եք մեզ այդ ընտրի եւ մեզ մոտ մնա, երբ որ Հիսուս Տեր ասում է հացը կոտրեց, օշնեց, հասկացան Տերն է եւ Տերը անհայտացավ։ Այդ հարության Տերը եւ նրանց հույսը կրկին կենթանացավ։ Այդ հույսը, որ մեջտեղից գնացել, այդ հույսը, որ խոսում էր իր մասին, բայց այլևս ավարտի էր հասել, նորից այդ հույսը վերակենթանացավ։ Ասեն գիշերվա այդ ժամանակ վեր կացան դեպի Երուսաղեմ ճամփորդեցին, որ կան աշակերտները այդ կիսվեն, որ Հիսուս Տեր հարություն արել։ Հալելույա, Տեր հարություն արել։ Նա փառավոր օշնյալ Տեր է, որ նա արժանի է ամեն պաշտամունքների ու գովասանքների։ Գիտեք, աշխարհը բռնված է պատերազմներով, քաշքշոցներով, հուսահատություններով եւ բացասականություններով է բռնված, անընդհատ բացասական լուրեր կա։ Մահի լուրեր, կռիվի լուրեր, ատոմական զենքերն ավելի շատանում մի օր որտեղ ասած են չգիտեմ։ Ամբողջը շփոթություն է բերում։ Եվ աշխարհը այդպեսի մատ հուսահատ կացության ներսը չգիտեմ որտեղ այդտեղ։ Գիտեք մեզանում այդ հոգեբանությունը որ կա, շատ ժամանակ մտածում եք ամբողջ աշխարհը այդպես է, բայց այդպես չէ։ Շատ ժամանակ մարդիկ չգիտեն ինչ են անում, ապակայի հույս չունեն, չգիտեն ապական ինչ կելնի։ Ապակայի մասին գործ որտեղ գասնի, հույս որտեղ կա, ճշմարիտ հույս որտեղ կգտնվի, ինչի ներսնա, որ թեորին է հույսա բերում։ Բայց մենք հասկացել ենք, որ հույսը մեկ կենթանի ազնվորության մեջ է, որ նա Հիսուս Քրիստոս Տեր Աստծո որդի է կոչվում։ Եվ մենք նրանում հույս ունենք, նա փառավոր Տեր է, հալելույա։ Փառք Տերոջ, որ մեզանում կա մի կենթանի հույս, մի թարմ հույս, օշնյալ հույս։ Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր ներկայությունը, այդ մեզի այդ հույսն է տալի, որ մեզի զորացնում է, եւ մենք ապրում ենք օշնված, ապրում ենք հաղթական։ Եվ այդ փառավոր հույսն ունենք մենք, որ Տերոջ ներկայությունը մեզ զորացնում է, մեզ օշնում է։ Գիտեք, հույսը այն ժամանակը մեզանում թարմանում, որ Հիսուսի հետ մոտիկ հարազատ ընկերության ներսն ենք ապրում։ Աստծո խոսքը կարդում ենք, Աստծո խոսքից հայտնություն ենք առնում, դրանք մեր հույսը թարմացնում են, նորոգում են։ Եվ այդ հույսով մենք ապրում ենք նվիրված Հիսուսին։ Հանձնում ենք Հիսուսին, այդ հույսով ծառայում ենք։ Այդ հույսը մեզ մղում է դեպի առաջ գնալու։ Եվ այդ հույսը փառավոր Տերոջ կենթանի Հիսուս Քրիստոսի կողմից է գալի, վրա հարության զորությունից է գալի։ Որ Տերոջ խոսքը ասում է, որ Սուրբ Հոգով զորանաք, այդ Սուրբ Հոգու օշնությունը, խաղաղությունը գա ձեզ վրա, որ այդ հույսով լեցվեք։ Այսինքն դեր ամբողջ խոսքերի ներսը հույս լինի, հույսի ներկայություն հայտնվի, ձեր բառերը հույսի համոհոտ է տալի։ Դուք անհույս ու մեկերը որ հուսահատեք այդպեսի կացություն չունեք։ Եվ մենք այդ օշնությունը ունենք եւ դրա համար Տերոջ փառք ենք տալի, որ նա փառավոր Տեր է, մեզի տվել է կենթանի հույս, որ կարող ենք իրեն օշներքենք ու փառավորենք։ Գիտեք, ճշմարիտ հույսը մագնետի նման է, որ գրավում է մարդկանց։ Եվ մենք գրաված ենք այդ կենթանի հույսով եւ կարող ենք Տերոջը օշներքենք ու փառավորենք։ Երբ որ մենք 42 Սաղմոսը կարդում ենք, Դավիթն ասում է, որ ով իմ անձ, ինչու ես տխուր, ինչու ես շփոթված, ինչու ես բռնված։ Տերոջը տապավինի եւ կրկին քո հույսը պետք է թարմանա եւ դու պետք է կարողանաս հաղթական շարունակես։ Եվ այդ ձևով սիրելիներս, որ մենք նվիրված ենք Տերոջը այդ հույսը երթալով մեզանում թարմանում է եւ մեզի զորացնում է եւ մենք կարող ենք Տերոջը օշնենք ու իրան փառաբանենք։ Գիտեք, հարությունը Տերոջ խաչը բերավ մեղքերի թողություն եւ հարությունը մեզ արդարացրավ։ Եվ այդ արդարությունը ստույգ է Հիսուսի գործին, այսինքն Տերը ինչ որ արավ, իր հարությունով Տեր Հայր Աստվածը այդ հաստատեց։ Այսինքն նրա արյունով մենք մաքրված ենք, բայց երբ որ նա հարություն արավ, Հայր Աստվածը կնքեց այդ ամբողջ արած գործերին։ Եվ մեկ երբով մեզ ասավ, այո, դու ներված ես, դու արդարացած ես։ Եվ դրա համար մենք արդարներ ենք, որտեղ Հիսուսը մեր փոխարեն խաչվեց, մեր մեղքերը վերցրավ եւ իր հարությունով մեզ արդարացրավ։ Եվ դրա համար մենք արդարներ ենք։ Կարող եք մատ իրար նայեք, ասեք դուք արդարներ եք։ Կարող եք հավատակ այդ։ Գիտեք, մեր եկեղեցու անունն ինչ է։ Արդարության շարավիղ եկեղեցի։
Մենք Երեմիայի 31-րդ գլուխից ենք վերցրել, ես այն ժամանակ, որ եկեղեցու անունի համար աղոթում էին, Տերը իմ սրտումս այդ հայտությունը տվավ, որ մենք Քրիստոսով արդարացել ենք։ Այսինքն, հենց այդպես որ Հիսուս Տերը արդար ու սուրբ ու բարի ու անմեղ է, ինքը մեր մեղքերը վիզ արավ, Տերոջ խոսքը ասում է Հիսուսը մեղք դարձավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք։ Այսինքն մենք հենց այդքան արդար ենք, որ Հիսուսն է արդար։ Վաու, այս ինչ հրաշալի գործ է Հիսուս Տերն արել է։ Երբ որ այդ հավատում ես, այդ քո ինքնությունը դա դառնում։ Պետք է տեսնես դու ով ես, Աստված քեզ ինչ աչքով է նայում, Աստված քեզ չի նայում քո արժանավորություններին ու կարողություններին, այլ նայում է Հիսուսին, որ քեզ ինչ արժանավորություններ է տվել։ Հալելույա։ Առակաց 17-րդ գլուխում 5-րդ համարում ասում է, որ արդարին չար համարել եւ չարին արդար համարել Աստծո աչքի առաջ զզվելի է։ Հիմա մեկնաբանություն իշտան, մի օքի սիրուն խոսքեր ասում է, այսինքն, եթե դու արդար ես, ու քեզ դերևս չար ու մեղավոր ես տեսնում, Աստծո առաջին զզվելի գործ ես անում, որտեղ Աստծո խոսքին չես հավատում։ Աստծո խոսքին չես հավատում, բայց եթե Աստծո խոսքին հավատում ես, ուրախությունով պետք է ցնծաս եւ Տերոջդ փառք տաս։ Հիսուս Տեր փառք քեզի, ոչ թե միայն ինձի չես պատժել, ոչ թե միայն ինձի ներել ես, ոչ թե միայն մեղքերս մոռացել ես, այլ ինձի արդարացրել ես։ Այսինքն այսպեսի ասեմ դες, մի օքի այդում է մետե պատերազմի ճակատ իրան բռնում են, ասում են սա լրտես է։ Երկրի դիմաց դավաճանները եւ պետք է սպանվե։ Իրան բերում են դատարան, որպեսզի մեղավոր դատ են վարում։ Լավը ստույգում են, ասում են, չէ մեղավոր չի, այսինքն ինչ, մեղք չի արել։ Հետո ասում են, ոչ թե մեղավոր չի, արդար է։ Ասում ոչ թե միայն արդար է, այլ երկրի հերոսն է եղել, երկրի փրկության միջոցն է եղել։ Ըտրան ամենաբարձր տիտղոսն են տալի։ Հիմա Հիսուսը մեզ ոչ թե միայն մեղավորներ չի տեսնում, այլ արդարներ է տեսնում եւ Հիսուսանման արդարություն։ Դրանով ասում են նա իր խաչովը մեր մեղքերը ներեց եւ իր հարությունով մեզ արդարացրեց։ Հիմա եթե դու այդ խոսքը հավատում ես, ուրեմն քեզ տեսնես որպեսի արդար, Տերոջ փառք ես տալի։ Եվ սկսում ես ճանաչել քեզի նոր նայվածքով քեզ ես տեսնում։ Մեկ, երկրորդը նրան, որ Հիսուսի արյունով լվացվել է, չես կարող նայես չար մեկը, մեղավոր մեկը, որտեղ էդ Աստծո համար գարշելի է։ Տեսեք ավելի հասկանալու համար, ասում է Իսահակը, որ ուզում էր Եսավին օրհնել, որ Հակոբին եկավ օրհնելու, ասում է Հակոբ եկավ, երբ որ այդ ամեն ուտելիք բանը բերավ, ասավ տղաս մոտեցավ, ասում է իր շորիցը հոտարություն շնչեց եւ ասավ, օ գեղեցիկ, ասած վայրի կանանչությունների հոտավետություն, այսինքն անուշահոտություն էր։ Եվ ասում է իրան դուր եկավ եւ օրհնեց Հակոբին, այսինքն շատ ժամանակ այդպես էր։ Հիմա Աստված այդպես հիմա դոտարություն է շնչում քո խոսքերից, քո դավանանքից։ Եթե դու դավանում ես, որ արդար ես եւ ուրիշներին արդար ես տեսնում, Աստված ախ, էս էր որ ես ուզում դու հասկանայիր, որ ես Քրիստոսով այսպես հրաշալի գործ եմ արի քեզ համար։ Բայց եթե հակառակը քեզ անարժան ես տեսնում, մեղավոր ես տեսնում եւ ուրիշներին էլ ես քո աչքով ես տեսնում, Աստծուն դուր չի գալի, եւ որ գարշելի է այդ մոտեցումը։ Ուրեմն մենք, երբ որ Աստծո խոսք հասկանում ենք եւ Աստծո հարգում ենք եւ հավատում ենք, Աստծուն հաճելի է։ Հալելույա։ Ուրեմն դու արդարացել ես, ինքդ ես ասա, ես արդարացել եմ, մատ ասենք, ես արդարացել եմ։ Հիսուսի արյունով մատ կողքիների ցույց տանք դու էլ արդարացել ես։ Եվ հավատանք, այս մեծ ճշմարտություն է, մեծ ճշմարտություն է, հալելույա, նա մեր մեղքերի համար խաչվեց և մեզ արդարացնելու համար հարություն առավ և ոշնի ալը Տերոջ հարությունը։